Ես կուզեի Հայաստանում այն մթնոլորտը լիներ ներքաղաքական կյանքում, որ որևէ այսպես արտահայտություն, հա, կարիք չլիներ հնչեցնելու, բայց գիտեք ինչ միջավայր է, մենք նաև տեսնում ենք անգամ ներսում կոնսենսուս ունենալով ընդդիմության հետ, որ խորհրդարանում պետք է պահեն կանոնները, տեսնում եք, որ երբեմն չի ստացվում դա պահել, այնպես որ այն միջավայրը չէ, որի դեպքում կարող էր որևէ արտահայտություն նման կերպ մեկնաբանվել։ Նարեկ Կարապետյանն ասաց սպիսատարած մարդկանց չենք մեկնաբանում, ձեր համար էլ է Ալեն Սիմոնյանը սպիսատարած։ Երևի Նարեկ Կարապետյանը իր հորն է նկատի ունեցել, չեմ կարծում պարոն Սիմոնյանի մասին է խոսքը։ Տիկին Հակոբյան, ուղղակի տեսեք, ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, Արմեն Գրիգորյանը համենայն դեպս այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում, չնայած այդ կոշտ քննադատություններին, որը ուղղված է եղել, երբեք նմանօրինակ խոսույթով հանդես չի եկել եւ Ալեն Սիմոնյանը առաջին իսկ աշխատանքային օրով, այսպես ասած, աչքի է ընկնում նմանօրինակ խոսույթով։ Գիտեք, ես հիշում եմ, որ պարոն Գրիգորյանի հետ կապված էլ երբ որ լինում էին որոշակի շահարկումներ, ինքը արձագանքում էր, այլ բան է, որ պարոն Սիմոնյանի անձը շատ քաղաքական գործիչներ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար շատ են շահարկում, նաև շատ լրատվամիջոցներ եւ պարզ է, որ պարոն Սիմոնյանը պատասխանելու էր եւ դա էլ երևի հաշվի առնելով հենց այդ ելույթը ունեցել են այստեղ, բայց ել եմ ասում, պարոն Սիմոնյանը ինքը ինքնուրույն իր հետ կապված իր արտահայտությունները հաստատ կկարողանա մեկնաբանել եւ ասել, թե ինչու է նման ձևակերպումներ տվել։ Տիկին Հակոբյան, դու նախկին գումարման ազգային ժողովում էլ կայիք եւ տեսել եք այն իրական բոքսի միջավայրերը, որոնք լինում էին ազգային ժողովում, քացով տալը իրար, այդ վատ խոսույթը, դուք նաեւ նիստերի դահլիճում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը համբալներ ասաց ընդդիմադիրներին, չգիտեմ, դոպինգ արած Աննա Գրիգորյանին ասեցին, ու նման լիքը տենց բաներ կարող ենք հիշեցնել։ Ձեր համար Էդգար Ղազարյանի սրիկայաբար շահարկել արտահայտությունը այդպես տենց աչք ծակող վիրավորանք էր, դուք միջև սրտի խորք վիրավորվեցիք դրանից։ Ինձ համար տարօրինակ է, որ դուք այնպիսի մեջբերումներ եք անում, բայց շատ ակնհայտ օրինակ մեջբերումներ կա, որ դուք կարող եք անել նախկին գումարումից, օրինակ սեռական բնույթի հայհոյանքը նիստերի դահլիճում, օրինակ Լևոն Քոչարյանի կողմից արած չեք հիշում այլ բաներ եք հիշում, ինչև է, կարող եք, մի րոպե, չէ, ես կոնկրետ բան եմ, չէ, միշտ համարժեք պաշտպանում, միշտ համարժեք կա, բայց դա շատ ակնհայտ, ես համաձայն եմ, որ եղել են շատ վատ դեպքեր, ֆիզիկական անգամ, հա, ընդհարումներ, ինչը շատ վատ է, ես դրան այն ժամանակ եմ գնահատական տվել ու ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ եւ արել եմ, որ կանեմ, որ այլևս նման բաներ չլինի, որովհետեւ դա նախ եւ առաջ քննադատություն է դեպքում դեպի իշխանություն է գնում եւ մեզ համար կարեւոր է, որ խորհրդարանի այսպես վարկանիշը բարձրանա, գիտեք, որ այստեղ բոլորի չսիրած մարդիկ են նաեւ այստեղ ներկայացված, թե իշխանության, թե ընդդիմության, այնպես որ մի քիչ դժվար է այստեղ բարձր վարկանիշ նախատեսել խորհրդարանի համար, ինչև է, բայց ամեն ինչ պետք է անել, որ մի քիչ բարձրացնել վարկանիշը, ինչի համար կարևոր նախապայման է հենց նման միջադեպերի չլինելը։ Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանին, Էդգար Ղազարյանը տարիներով մեր ընտանիքներից դուրս չի եկել։ Օրինակ դուք որպես կին կարող եք օրինակ գնահատական տալ եւ հիշել, թե ինչպես էին օրինակ կանանց իմ կին գործընկերներին ինձ օրինակ ֆիզիկական տվյալների համար նա բաներ անում, այսպես ձեռքեր առնում, ինչ որ ֆիզիկական տարբեր արատներ, կլինի դա օրինակ խոսքի ինչ որ հետ կապված խնդիրներ եւ այլն, մարդկանց թիրախավորել է, մեր ընտանիքներից դուրս չի եկել, վերագրել է մեզ այնպիսի բաներ, որը մենք չենք արել, ինչև է, մենք այդ ամեն ինչը մի կողմ ենք դրել, հարգելով ինստիտուտը եւ հարգելով ընդդիմադիրների տված ձայները, քաղաքացիների տված ձայները եւ ասել ենք, եկեք փորձենք այստեղ գոնե լինել բարեկիրթ։ Մինչ այդ Էդգար Ղազարյանի հետ կապված մեզնից որևէ մեկից չեք կարող հիշել նման արտահայտություն իրեն վերագրվող, ինքը առաջինը հատեց կարմիր գիծը եւ դժվար է պատկերացնել, որ այդ դեպքում կարելի ասել շատ լավ, մյուս այդն էլ դեմ տանք, հետո մյուս այդը դեմ տանք, ասած անընդհատ թող Էդգար Ղազարյանը ինչ ուզի ասի։ Եվ ասեմ ավելին, ընդդիմադիր խմբակցությունը, ուժեղ Հայաստանը
Ես կարծում եմ Էդգար Ղազյանը զոհ է այս պատմության մեջ, որովհետև նրան տվել են իր բաղձալի այդքան իր համար բաղձալի պաշտոնը, падգամավորի մանդատը, նրան վերագրելով բոքսի տանձիկի դերը։ Էդգար Ղազյանը իհարկե համաձայնել է, բայց այս պատմության մեջ կարծում եմ նա այդ բանն է, զոհն է։ Հասկացաք, որովհետև խմբակցությունը Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ փորձում է մնալ պուպուշ, իսկ Էդգար Ղազյանին սրերը, դափնիները Նարեկ Կարապետյան, այդպես չի լինում։ Մեր խմբակցությունից որևէ մեկը, որևէ բան որ անի, դա բոլորիս է վերագրվում։ Դրա համար մենք օրինակ երբեմն այո, ստացվում է էմոցիոնալ, այսպես միջավայր է, նորմալ է, կարող է երբեմն լինել նման սայթակումներ, բայց այդ դեպքում կա նաև շատ լավ միջոց հազարամյակներով եկած, դա ներողություն խնդրելն է, եւ այդ կարելի է ներողություն խնդրել ոչ թե գնալ ու շարունակել այդ խոսույթը, ինչպես օրինակ նախորդին ես այդ հարցազրույցը տեսա, որտեղ օրինակ բոլոր 720,000 քաղաքացու ընտրողին համարում են ոչ նորմալ մայր Էդգար Ղազյանը։ Եթե սա նորմալ է, շատ լավ, եկեք սենց գնանք, տեսնեմ սրանից մեր պետության վարկանիշը, խորհրդարանի վարկանիշը ինչ վիճակում կհայտնվի։ Տիկին Հակոբյան, տեսեք, ոնց հասկանում դուք մուռ եք հանում, այսպես ասած, Էդգար Ղազարյանի իր նախկին ասած խոսույթի բանի համար։ Ես ասացի մենք այդ ամեն ինչը իմանալով, մենք գիտենք, չէ՞, օրինակ ես գիտեմ ինձ հետ կապված ինչեր է արել, չէ, մի րոպե, եթե նորմալ է սրիկայաբար, մենք անընդհատ դուրս գանք, ասենք սրիկայաբար։ Տիկին Հակոբյան, սրիկայաբարը այո, դա գործողություն է։ Գնահատականն է վիրավորել օրինակ ամբողջ ֆրակցիային, թե օրինակ համակարծիք եք կամ ընդունում եք Էդգար Ղազարյանի ձեզ ուղղված մեղադրանքները, այսպես ասած։ Ոչ, չեմ ընդունում, բայց դժվար է պատկերացնել, որ կարող ենք ընդդիմադիրներն ինչ ասեն, մենք լոյալ լինել կամ նենց բաներ ասեն, որ մենք լոյալ լինել։ Նորմալ է սա, մենք իրար գաղափարապես բանը ոչ մի գծի վրա գտնվող ուժեր ենք ու մեր ասած իրենց պետք է դուրս չգա, իրենց ասած է մեզ պետք է դուրս չգա, բայց դա պետք է այնպես անել, որ չվիրավորել այդ քաղաքացիներին, որ մեզ ձայն են տվել եւ մեզ լսողներին։ Սա է ձևի մասին է հարցը, թե չէ նրանց որևէ ասացի հետ մենք համակարծիք չենք, բայց այնպես չի որ բանը էլի ամեն անգամ այդ ռեակցիան լինում է։ Մենք հնարավորություն ունենք մյուս ելույթով, արձագանքի հնարավորությամբ մեր դիրքորոշումը արտահայտել։ Հարցը այն է, թե ինչպես է արվում, եթե այն խաղի կանոնները, որը սահմանվել է խորհրդարանի համար, անցվում է, միանշանակ նման արձագանք է լինում։ Տիկին Հակոբյան, տեսեք, Էդգար Ղազարյանը ինչ է ասել նախկինում ձեզ գուցե վիրավորել է եւ դուք արդարացիորեն նշում եք այդ մասին։ Դրա մասին չի խոսք։ Ես զուտ լսում ենք Էդգար Ղազարյանի այդ վերջին ելույթը, որտեղ խոսվում է պատերազմի բաների մասին, դրվագների մասին, այն նույն դրվագների, որոնք ամեն օր համացանցում ձեզ թեգում են, նշում են եւ ցույց են տալիս, որոնց համար ձեզ ամոթանք են տալիս, օրինակ այդ դիահերձարանի դիակների մասին, չգիտեմ, այսինքն դա սրիկայաբար շահարկելու պահը չեմ հասկանում, թե ինչից եք դուք վիրավորվել, նորություններ եք ձեր Ես ասացի հարցը ոչ թե իր ասացի բովանդակությունն էր, որովհետև կարող էր ասել բաներ, որը ճիշտ է, կարող ասել բաներ, որոնց հետ կատեգորիկ համաձայն չենք, բայց դա չի նշանակում, որ այդ ռեակցիան պետք է լինի դալիճից, ինչի հետ մենք կատեգորիկ համաձայն չենք, մենք դուրս ենք գալիս քաղաքակիրթ ձևով, պատասխան ենք, հարցը ձևի մեջ է, հարցը ձևի մեջ էր, Էդգար Ղազյանը կարմիր գիծ է հատել, ինչը ընդունեց իր խմբակցության ղեկավարը եւ ես չեմ հասկանում ինչ ենք նորից շարունակում։ Տվյալ դեպքում Նարեկ Կարապետյանը իրենց խմբակցության ղեկավարը ձայն վերցրեց եւ ասաց, որ ինքը չի կիսում եւ խնդիր է համարում եւ առանձին քննարկում են անելու, նրան հանեցին շենքից, հետո տեղը փոխեցին։ Այսինքն այդ մարդիկ են այդ խնդիրը նկատել, դուք ինչ եք պաշտպանում Էդգար Ղազյանին իր արածի համար։ Հարցը նրա ասացի բովանդակություն չէ։ Ես իր գործընկերներից շատերի հետ բովանդակային առումով ավելի կատեգորիկ բան եմ, համաձայն չեմ, բայց դա չի նշանակում, որ տեղից պետք է գոռամ։ Բայց եթե այդ միջոցը իրենց ասածը արտահայտելու Էդգար Ղազյանի նման միջոց օգտագործեն, ինչպես նա օգտագործեց, այսինքն հատեց մեր այդ կարմիր գծերը, որը սահմանված էր, այդ դեպքում նույն ռեակցիան լինելու է։ Տիկին Հակոբյան, ձեր բարեկամներին գործողելու հետ կապված ինձ հաճախ գրում են մարդիկ, որ բոլոր ձեր բարեկամներին ամեն մեկի միտեղ տեղավորել եք։ Ճիշտն ասած, այդ մարդիկ, որոնց անունները հնչում են, ես սիրում եմ այդ մասին խոսել, հատկապես մի լրատվամիջոց, այտենց ամեն ամիս ինչ որ նոր վերնագրով նույն բանը գրում եմ, ես այդ լրատվամիջոցին էլ եմ մեկնաբանություն տվել, որ իրենք այդպես չեն հրապարակել, ինչևէ ձեզ էլ ասեմ, այդ մարդիկ, որոնց անունները իրանք անուն ազգանով պաշտոնները
գրում են, այդ մարդիկ մոտենում են ինձ, ասում են տիկինակ, մենք տեսել եք գրել են, որ դուք եք ինձ գործի տեղավորել։ Այդպես, գիտեք, ես չեմ ասում, որ իմ հարազատներից որևէ մեկը համակարգում չի աշխատում։ Ես կարող եմ այս շենքում ասել մարդկանց անուն ազգանուններ, որոնք ուղիղ փոխկապակցված են ընդդիմադիրների հետ, նույն Մեսրոպ Մանուկյանի կինը, նույն Էլինար Վարդայանի քույրը, բայց դա նորմալ է, մարդիկ աշխատում են ու մենք օրինակ ես առաջի օրվանից էլ իմացել եմ ովքեր են այդ, էլի լիք շատ մարդիկ կան։ Ձեր բարեկամները ձեր ընթացքում ինչ եք այդպես ասում, ընթացքում էլ են մարդիկ ընդունվել աշխատանքի։ Ինչը, եթե որևէ մեկի բարեկամը բան քաղաքականությունությամբ է զբաղվում, նրա հարազատները ուրեմն դատապարտված են չաշխատելու պետական համակարգում, այդպես չի, բայց ուզում եմ ասեմ, ես մի բանը որ նկատում եք չափազանցված իհարկե, մյուսն էլ պետք է կողքից նկատել, ու չպետք է մարդիկ թիրախավորվեն միայն նրա համար, որ նրանց որոշ բարեկամներ, այսքան ժամանակ բոլորը ասում էին, բան Ալեն Սիմոնյանի վարորդը Վարոն իմ քրոջ ամուսինն է, այդ Վարոին մեկը գնացել եք գտնեք, նա հարցնեք, ես իր հետ ինչ կապ ունեմ։ Չէ, բայց գրելուց լավ եք գրում, ասում այդ մարդը իմ հետ կապ չունի, անուն ազգանուն կա, գնացեք գտեք, Վարոն, Ալեն Սիմոնյանի վարորդ, Վարոն իմ հետ կապ չունի։ Բայց ես քանի տարի ասեմ այդ մասին, ուղղակի սիրում են գրել, հետո լավ է վերնագիր, որպես անընդհատ այդ հիմա էլ վստահ եմ, ինչ որ նույն վերնագրով նյութեր է գնալու։ Տիկին Հակոբյան, տեսեք 18 թվից առաջ հաշվի առնելով, որ այդ ձեր բարեկամները չեն եղել գործի տեղ, մարդիկ ասում են, այդ ոնց եղավ, որ հենց պաշտոն են իրենք զբաղեցնում, իրենց բարեկամները դառնում են տաղանդաշատ մարդիկ, որոնք հենց այդ գործի համար ստեղծված էին, Գիտեք, առանձին դեպքեր պետք է առանձին քննարկել։ Հիմա ինչ որ մեկի հետ կապված կարող է հենց այդ մարդը այդ կարևոր բանն է, ուրեմն մասնագետն է, այն մյուսի համար կարող է չարաշահում է դիրքի, ամեն դեպքի համար պետք է առանձին քննարկել։ Պատմում եք, որ դուք չեք գործի տեղավորել այդ մարդկանց։ Ուղղակի ես ասացի մարդիկ կան, որոնք ինձ մոտենում են, այս շենքի աշխատակից ասում են դուք տեսել եք, որ գրել եմ դուք եք ինձ գրել։ Շատ մարդիկ, օրինակ այս շենքի իրավաբանական վարչության թե բաժնի պետը, որ էլի այդ հոդվածներում գրվում է ես եմ այդ մարդուն գրել։ Նա այդ մարդուն մոտեցել եք, հարցրել եք ինքը իմ հետ ինչ կապ։ Տիկին Հակոբյան, դուք հանձնաժողովներից ո՞ր մեկին եք պատրաստվում անդամակցել, որտեղ եք պատկերացնում։ Ես նախապես պատկերացնում եմ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում գործունեությունը շարունակեմ, նախկինում գիտեք, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից եմ եղել, շարունակելու եմ նույն կերպ միջազգային կառույցներում հավակնել Հայաստանը ներկայացնել պատվիրակության կազմում բարեկամական խմբեր, ղեկավարել եւ անդամակցել, սա ինձ չի խանգարում, մեկը մյուսին չի խանգարում, այս անգամ կշարունակեմ, կսկսեմ, հա, որպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով։ Բայց ունենաք այդ հնարավորություն, որտեղ օրինակ մամուլը նաև դրան էր անդրադարձել, որ դուք այդ բարեկամական խմբերը ղեկավարում եք կամ թռիչքներին գնում եք, որովհետև Ալեն Սիմոնյանի մտերիմն եք եւ դրանով է պայմանավորված ձեր բանը, ինչ որ բան երեկո է էլի հին հոդվածների։ Տեսեք, ես ուրեմն միջպառլամենտական միություն IPU, այդ միջազգային կազմակերպության, որին անդամակցում է շուրջ 180 երկիր, ես այդ ուրեմն կազմակերպության պատվիրակության ղեկավարն եմ, Հայաստանից 8 պատգամավոր է, այդ թվում եղել նախկինում, հիմա չգիտեմ որքան է լինել եւ ելին ինչապ, 8 պատգամավոր է պատվիրակության անդամակցում, ես այդ պատգամավորներից մեկն է։ Իդեպ 3-ը ընդդիմադիր ուրեմն պատգամավորներ են։ Դուք կհիշեք նաև 2 տարի առաջ սեպտեմբերին երիտասարդական ուրեմն համագումարներ այդ IPU-ի Հայաստանում մեծ այստեղ ուրեմն նիստը 10-րդ վեհաժողովը տեղի ունեցավ։ Ես հենց այդ երիտասարդ պարլամենտականների ուրեմն բորդի անդամ եմ ընտրված, արդեն 2 անգամ ընտրվել եմ եւ ես իմ գործունեությունը դրանով եմ շարունակում։ Այսինքն այդ 8 падգամավորներից անդին մեկ այլ падգամավոր չի կարող այդ աշխատանքներին մասնակցել, որովհետեւ պատվիրակության անդամները հստակ են, հա, Հայաստանի այդ 8-ն են։ Պարոն Սիմոնյանը որպես ազգային ժողովի նախագահ ի պաշտոնեն եղել է նաեւ այդ պատվիրակության ղեկավարը եւ ես Նաև օրինակ Լևոն Քոչյանն է եկել այդ նույն բանի անդամ է եղել, այո, պատվիրակության անդամ, միասին ենք Ժնևում գործուղման եղել եւ այդ շրջանակը, որը կարող է գնալ, այդ ոչ թե կարող է, շատ դեպքերում պարտավորված է գնալ այդ գործուղումներին, ել չեմ ասում, որ այստեղ էլ է լինում եւ հյուրընկալող կողմն է լինում, էլի պարտավոր է մասնակցել աշխատանքներին։ Սա է, թե չէ ես այլ ուրեմն բարեկամության խմբերից էլ իդեպ նույն Վիետնամի հետ բարեկամության խմբի
նախագահն եմ, բայց օրինակ երբ որ պարոն Սիմոնյանը պատվիրակություն է ղեկավարել եւ գնացել են Վիետնամ, ես չեմ եղել այդ պատվիրակության կազմում, որքան էլ որ նախագահն եմ այդ ուրեմն բարեկամության խմբի։ Այդպես այդ շատ չափազանցված են իմ մասին լուրերը։ Շնորհակալություն։